Ողջույն սիրելի ֆուտբոլասեր ընկերներ, հերթական խաղային օրը վարկյաններ անց արդեն ավելի ճիշտ կլինի ասել 1 տարի է ծաֆելում ու մրցում են երկրորդ դիվիզիոնի շրջանակներում լավագույն քառյակում տեղ զբաղեցած Այաքս ու Լիոն, այո, շատ հետաքրքիր է ձևավորվել մրցաշարային աղյուսակը, դրա մասին կխոսեմ թիմերի հայտարարությունները ներկայացնելուց հետո եկեք արագորեն հայացք նետենք մրցող թիմերի հայտարարություններին, որից հետո նաև կանադառնանք իհարկե մրցաշարային աղյուսակում տիրող շատ թեժ պատկերին այս պահին Սկսեմ Այաքսից, Արա Եսյանը պաշտպանում է դարպասը համար 1, նա նաև թիմի ավագն է, Հովհաննես Գյուրեխյան համար 3, Մոզ Բունյաթյան համար 4, Արման Գյուլբարյան համար 5, Արտուր Վարդանյան համար 6, Վայ Պողոսյան 8, Հովհաննես Իսկանդարյան 11, Պատվական Զալիբեկյան համար 14 և Խորեն Հովհաննիսյան համար 88։ Այսպիսի հայտարարություն ունի այս հանդիպան հետ կապված Այաքսը։ Ծանոթանանք նաև Լիոնի հայտարարությունին, դարպասը պաշտպանում է Խաչատուր Խաչատրյանը համար 77, Ռուդիկ Եգորյան 4, Հայկ Հակոբյան 5, Լյուդվիկ Ադամյան համար 8, Վաղինակ Սետրակյան 10, Տիգրան Սետրակյան համար 11, Ռոման Ջուլակյան 13, նա թիմի ավագն է, Իսկանդարյան շատ վտանգավոր էր, բայց մի փոքր շեղությամբ փորձացավ այստեղ Հովհաննես Իսկանդարյանի կատարած հարվածը, առաջին ամենավտանգավոր պահը այս խաղում ունեցան եւ դա ստեղծեցին Այաքսի ֆուտբոլիստները։ Շարունակեմ Լիոնի հայտարարությունը ներկայացնել, Ռոման Ջուլակյան 13, նա թիմի ավագն է, Գալուս Ղուկասյան 20, Արտուր Ասոյան 23 և Արտակ Մանվելյան համար 99, այսպիսի հայտարարություն ունի այս հանդիպան հետ կապված Լիոնը, Հակոբյանն է գնդակով, այստեղ Զալիբեկյանը գնաց խլման, բայց խախտեց, այո, խաղի կանոնները խախտեց Զալիբեկյանը, դա ակնհայտ երևաց այս պահին։ Բենֆիկան 10 հանդիպումից հետո 22 միավորով գլխավորում է երկրորդ դիվիզիոնը։ Պալերմոն ու Փարիզը հիմնական հանդիպումից հետո ունեն 21-ական միավոր ու կիսում են երկրորդ և երրորդ հորիզոնականները վտանգավոր փոխանցում են, բայց այստեղ հեռացեցին այո Այաքսի ֆուտբոլիստները գնդակ, իսկ ահա Այաքսը այս պահին գտնվում է լավագույն քառյակում, 4-րդ հորիզոնականում է Այաքսը 20 վաստակած միավորով, պատկերացնում եք Այաքսից մինչև առաջատար Բենֆիկան բաժանում են ընդամենը 2 միավորներ, բայց իհարկե Այաքսը այսօր ակնարկի հասնելու դեպքում նաև կշրջանցի Բենֆիկային ու կհավասարվի խաղերի քանակով, իհարկե Բենֆիկան այս տուրում դեռ հանդիպում կանցկացնի, բայց որն է հետաքրքիր Այաքսը դեռ 1 հանդիպում պետք է անցկացնի, որ խաղերի քանակով իհարկե հավասարվի Բենֆիկային, 1 հանդիպում ավել է Բենֆիկան այս պահին անցկացրել։ Իհարկե Այաքսը փաշ չէ, որ ակնարկի հասնելու դեպքում արդեն առաջին հորիզոնականում տեղ կզբաղեցնի, քանի որ այստեղ Փարիզն ու Պալերմոն էլ շնչում են երկրորդ և երրորդ հորիզոնականներում 21-ական միավորներով, իսկապես 1 միավորի պայքար է այս պահին ընթանում երկրորդ դիվիզիոնի շրջանակներում։ Լիոնն էլ այս պահին գտնվում է 10-րդ հորիզոնականում 12 վաստակած միավորով եւ այսօր կարող է Լիոնը կրճատել միավորների տարբերությունը, իհարկե ոչ միայն Այաքսի նկատմամբ, այլ նաեւ Լևերկուզենի, Արատի, այսօր եթե Լիոնը հաղթում է, պատկերացնում եք հավասարվում է նաև 6-րդ հորիզոնականում տեղ զբաղեցած Արատին։ Այսպիսի հետաքրքիր պատկեր է ձևավորվել երկրորդ դիվիզիոնում, Բունյաթյան գլորեց գնդակը դեպի աճը, դե տեսնենք արդեն թիմերը ինչպիսի ֆուտբոլ կմատուցեն մեզ ու այսօր խաղադաշտով կլքի հաղթանակով ով պարտությամբ իհարկե կարող են երկուսն էլ չպարտվել, բայց
Հաղթող այս թիմերից միայն մեկը կարող է ճանաչվել։ Ու տեսնենք, ամենայն դեպս երկու թիմերն էլ այսօր շատ մարտական են տրամադրվել այս հանդիպանը։ Եգորյանն է գնդակով դեպի Ասոյանը փոխանցում, հետևեց մեկ հպումով դեպի առաջ, այստեղ փորձում է գրոյի անցնել Լիոնը եւ մանր քայլերով, բայց ամեն դեպքում այստեղ Այաքսը կարողացավ դաշտի միջին հատվածում գնդակի խլում իրականացնել, իսկ Խորեն Հովհաննիսյանն էլ վաստակեց անկյունային արված։ Ու հենց Հովհաննիսյանն էլ տեղադրել է գնդակը, նա է պատրաստվում իրականացնել անկյունայինը եւ տեսնենք ինչպես Խաղարկի Այաքսը գնդակը բարձից փոխանցում է հետևում դեպի Տուգանայինի մատուցներ Բունյատյան դուրս եկավ այո գնդակը դաշտի սահմաններից մի փոքր ուժեղ էր ու Մոզ Բունյատյանն այս գնդակին արդեն չհասավ եզից նետեց Լիոնը Հակոբյան ու դեպի Սեթրակյանն է փոխանցում հետևում շարժվում է առաջ գնդակով Վաղինակ Սեթրակյանը լավ անցում էր բայց Վարդանյանը միջև վերջը պայքարում ու ստիպում Սեթրակյանին խախտել խաղի կանոնները այո թիկունքից Я сегодня самый лысый не взял. Все, тормозим. Թիկունքից այո հրեց Սեթրակյանը մրցակցին եւ Այաքսը գլորում է գնդակը Բունյատյան Խաղարկում է Այաքսը գնդակը պաշտպանությունում դեպի հիմա ավելի կենտրոն ուղարկեց Բունյատյանը գնդակը Գյուլբարյանի ուղղությամբ Գյուլբարյանն դեպի Պաշտպանություն երկար փոխանցում դեպի Իսկանդարյանը շատ հրաշալի մարզավիճակում է գտնում Հովհաննիս Իսկանդարյանը իսկապես տպավորում է այս ֆուտբոլիստը վերջին մի քանի անցկացած հանդիպումներում մի շարք գոլեր է հեղինակել ինչպես նաև Խորեն Հովհաննիսյանը երկու ֆուտբոլիստներ այս պահին Այաքսի կազմում իհարկե շատ կարևոր այս երկու ֆուտբոլիստները շատ կարևոր օղակ են հանդիսանում իհարկե գրոնների թե կազմակերպման թե եզրափակման գործում շատ արդյունավետ են գործում թե Իսկանդարյանը թե Խորեն Հովհաննիսյանը եւ իսկապես այս երկու ֆուտբոլիստներից շատ բան է կախված Այաքսի գործողություններում հիմա Խաչատրյանի երկար փոխանցումով գնդակ ուղարկում է առաջ Վարդանյանը այստեղ լավ գործեց բայց Ասոյանի վերադարձավ գնդակը եւս մեկ կրոս դեպի մրցակցի Տուգանայինի մատույցներ Սեթրակյան կհասնի իհարկե այս գնդակին բայց շարունակությունը տեսնենք դուրս չի եկել գնդակը դաշտի սահմաններից փոխանցում էր կա դեպի Հայկ Հակոբյանով հարվածեց եւ Վարդանյանը այստեղ փագեց գնդակի ճանապարհը հետո եւս մեկ հարված հետևեց Արտակ Մանվելյանի կատարմամբ ու դարպասապա Եսայանը լավ գործեց իսկ այստեղ չկար արդյոք խաղում Ասոյանի դեմ պայքարում Մրցավարը շատ մոտ էր կանգնած ու խաղի կանոնների խախտում չնկատեց այս դրվագում Եսայանն էլ գնդակը արդեն հանգիստ գլորում է դեպի Աշեզր Բայց սխալ Հակոբյան երվից փորձ ու անկյունային վաստակում Լիոնը շատ վտանգավոր հարված հետևեց Հայկ Հակոբյանի կատարմամբ ու վերջի պահին միայն Եսայանը կարողացավ շեղել գնդակի ուղղությունը հեռացնելով այն անկյունայինի Անկյունայինը խաղարկված է այստեղ հեռացեցին գնդակը Այաքսի ֆուտբոլիստերը պրեսինգ նաև Այաքսից բայց կարողացավ շատ հաջող կերպով Լիոնը առայժմ փորձեց դուր գալ պաշտպանությունից հիմա ռիսկ են դիմում Լիոնի ֆուտբոլիստները Խորեն Հովհաննիսյան եւ դուրս են եկել այո գնդակը արդեն դաշտի սահմաններից դուրս հենց Հովհաննիսյանից արված կլինի Լիոնի դարպասից մրցավարը շատ հստակ տեսավ ամեն ինչ բայց ամենայն դեպս Լիոնը շատ ռիսկային գործեց այս իրավիճակում հիմա Եգորյան ուժեղ փոխանցում է կատարում առաջ Բունյատյան հեռացված է գնդակը անկյունային ու տեսնենք արդեն այս անկյունայինը ինչ են վերածելու Լիոնի ֆուտբոլիստները շատ ակտիվ է մեկնարկել այս հանդիպում իսկապես երկու թիմերն էլ միտված են հարձակմանը բայց բնականաբար ցանկանում են ոչ թե հեղինակել այլ առաջին հերթին բաց չթողնել առաջին գնդակը դա իհարկե կփոխի հանդիպման սցենարը անկախ թե որ ակտումը կգրավի մյուսի դարպասը Տիգրան Սեթրակյան դեպի ետ է ուղարկում գնդակը դարպասապա Խաչատրյանին իսկ այստեղ սխալ Հովհաննիսյանը խլում իրականացեց Իսկանդարյանն էլ բացում է հանդիպան հաշիվը 1-0 ախնդրեմ Այաքսը առաջինն է հասնում հաջողության այս խաղում Поэтому мы и ходим по субботам на регби. Судя по твоему внешнему виду, в армии ты был позавчера.
1-0 Հովանես Իսկանդարյանը խփում է այս հանդիպան առաջին գնդակույմը արդեն Այաքսը հայտնվում է հաղթողի կարգավիճակում դե բնականաբար Լիոնն էլ պարտվողի եւ տեսնենք արդեն ինչպես կփորձի Լիոնը հաղթարել այս մեկ գնդակի արգելքը իսկապես նվիրեցին այս գնդակը Լիոնի ֆուտբոլիստները մրցակցին ոչնչից կարելի ասել սխալ տեղի ունեցավ հետո Խորեն Հովանեսյանի գնդակի խլումը Զալիբեկյանի փոխանցումը դեպի Իսկանդարյանը ունեցանք առաջին դարպասի գրավումը շատ հանգիստ կերպով Այաքսը օգտվեց հնարավորությունից այո Այաքսը նախորդ տուրում նույնպես շատ հետաքրքիր հանդիպում անցկացրեց պարտվում էին Այաքսի ֆուտբոլիստները Մարսելին բայց վերջում կարողացան շատ լավ երկրորդ խաղակեսը նախ մեկտարկեցին հետո էլ արդեն հանդիպման վերջնամասը որից հետո Այաքսը տարավ երթական հաղթանակը Խորեն Հովանեսյան ուշերը ստացվում Հովանեսյանի հարված ու եթե գրավել դարպասը ընթացքից հարվածով իհարկե շքեղ դարպասի գրավում կտեսնեինք բայց շեղությամբ ընթացավ Խորեն Հովանեսյանի կատարած այս հարվածը Բունյաթյան կհասնի կարծում եմ գնդակին դուրս էր եկել գնդակը այո դաշտի սահմաններից ու պետք է ես իսնետեն Լիոնի ֆուտբոլիստները Արագորեն Հակոբյանը նետեց եզից դեպի Սեթրակյանը լավ անցում Վաղինակ Սեթրակյանից Սեթրակյան սա հարված էր բայց Եսայանը կարողացավ հեռացնել գնդակը ու դա ստացվեց նաև դարպասապայից փոխանցում դեպի Զալիբեկյանը Զալիբեկյանն էլ Խորեն Հովանեսյանին է ուղարկում գնդակը Հովանեսյան գեղեցիկ անցում փոխանցումը նույնպես շքեղ էր Իսկանդարյան ու շատ լավ էր մտածել Հովանես Իսկանդարյանը ամեն ինչ բայց խաղընկեր Խորեն Հովանեսյանը չհասկացավ Իսկանդարյանի մտահղացում իսկ այստեղ արդեն եզրից նորից կնետի Լիոնը ուղարկեց Սեթրակյանը գնդակը դեպի Պաշտպանություն Ղուկասյանի ուղղությամբ Եգորյան Հակոբյան ու արդեն դեպի ձախ է Հակոբյանն էլ տեղափոխում գնդակը Տիգրան Սեթրակյան ու դեպի աջ փոխանցում շատ լավ փոխանցում ստացվեց եւս մեկ գրոյի փորձ Սեթրակյան բայց այստեղ շատ լավ է գործում Այաքսի ֆուտբոլիստը եւ եզրային նետում է արդեն իրականացնել Լիոնը հակառակ եզրից Բայց այստեղ արագորեն էլ կորցնին Լիոնի տղաները գնդակ ու արդեն խաղի մեջ կմցնի գնդակը դարպասապա Եսայանը արագ տեղադրեց եւ շատ հաջող փոխանցում իրականացրեց դեպի Հովանես Իսկանդարյանը գեղեցիկ է խաղում Իսկանդարյանը Խորեն Հովանեսյանին է ուղղված այս փոխանցումը բայց Հակոբյանը ավելի շուտ արձագանքեց գնդակին չի ավարտվել Այաքսի գրո երկրորդ տեմպով կշարունակվի Հովանեսյան բայց այստեղ փակվեց Խորեն Հովանեսյանի փոխանցումը Բունյաթյան Դեպի Վարդանյան ու ետ է գլորում Վարդանյանն էլ գնդակը ստանում պատասխան փոխանցումը դարպասապայից նորից Բունյաթյան ու դեպի աջ տեղափոխեց նոր Բունյաթյանն էլ գնդակը Զալիբեկյան Շատ լավ նկատեց անկյունագծով խաղանկերոջը Խորեն Հովանեսյանն է կրկին գնդակով շատ ակտիվ է Հովանեսյան ուղարկեց Իսկանդարյանին Զալիբեկյանի տարբերակը չփոխանցեց այս անգամ Իսկանդարյանը ու ինքն է շարունակություն Փնտրում դեպի ավելի է Կյուրեղյանի ուղղությամբ Բերվից փորձ, բայց բարձր ստացվեց այստեղ է Կյուրեղյանի փորձը если ты так делаешь, то ты по сути эти мышцы не работают, она у тебя просто держит ногу. Держим спиной, держим линию. Так, до центра. Ручки приготовили, ручки перед собой. Да, вот это. Ловим защитника. Նորից սխալ Լիոնի գործողություններում Խորեն Հովանեսյան ու իր սխալ դարպասապա Խաչատրյանը շտկեց Այո, փոխանցումը հաջող չէր, բայց հետո կարողացավ լավ սեյվը Վաշինգտոն Հովանեսյանի հարվածից հետո դարպասապա Խաչատրյանը ու արդեն անկյունային տեսնենք Իսկանդարյան երկար փոխանցում, բայց ուժեղ էր այս փոխանցումը բոլորի համար ու ոչ ոք չարձագանքեց այս գնդակին В одну линию. Гица. Нет, Гица. Давай обратно вернулись, в одну гицу встали.
Ստանդարտ է իրականացնում Լեոնը, Արաք Հակոբյանը խաղարկեց գնդակը Վաղինակ Սեթրակյանի հետ, դեպի Ադամյանը փոխանցում, բայց հասցնում է Զալիբեկյանը այստեղ էլ նահանջել ու խնդրեմ Просто не помните или не знаешь, скажи Бана. Օրից Բանա։ Այաքսն է խաղարկում գնդակը, փորձում են գրոհ սկսել Այաքսի ֆուտբոլիստները, Բունյայթյանի երկար փոխանցումը Տիգրան Սեթրակյանի մոտ հայտնվեց գնդակը, Հակոբյան գեղեցիկ գործողություն էր ու Իսկանդարյան, այո, այստեղ էլ խլում իրականացեց Իսկանդարյանը ու սա Այաքսի եւս մեկ գրոհի սկիզբ կարող է հանդիսանալ Իսկանդարյան չազատվեց գնդակից, բայց Պահում է առայժմ գնդակի իր մոտ Իսկանդարյանը, չի սխալվել հիմա ետ փոխանցում Վարդանյանը շատ հնարամիտ կերպով թողեց գնդակը դարպասապահ Արա Եսայանին Բունյաթյան դեպի Իսկանդարյանն Վարդանյան շատ լավ է խաղարկում գնդակը Այաքսը ատեսեք Խորեն Հովհաննիսյանն էլ ընդունեց գնդակը ու աչից կան տարբերակ ձախից Իսկանդարյանն է չի միանում Իսկանդարյանը Հովհաննիսյանն է հարվածում շատ վտանգավոր հարված բայց Խաչատրյանը այս դեպքում հեռացեց գնդակը հետո էլ արդեն կարողացավ Արման Գյուլբարյանը անկյունային հարված վաստակել Այաքսի համար Բարձից փոխանցում Բունյայթյան, բայց չստացվեց ոնց Բունյայթյանի հարվածը բարձր մտածավ գնդակ ու արդեն Лучше здоровым и не супер веселым, чем веселым и не супер здоровым. Хотя в регби и так սկսում է դարպասից Լեոնը не надо, это не лучше. Я придумал что-нибудь получше. Адамян. Водички попили, понюхали нельзя, здесь набрать и избегаем. ուղարկեց գնդակը Վաղինակ Սեթրակյանի, բայց Բունյայթյանը շատ լավ գործեց, առաջիններով արձագանքեց Գնդակին եւս մեկ գրոհ կազմակերպելու փորձ, բայց այստեղ պրեսինգի խնդրեմ տեսեք Այաքսը դիմում ու թույլ չի տալիս մրցակցին այս պահին հանգիստ կերպով դուր գալ պաշտպանությունից Խորեն Հովհաննիսյան չկար խախտում կար այո Ստանդարտը տեսնենք Հովհաննիսյան փոխանցում Իսկանդարյան հարված ու Խաչատրյանը նորից այստեղ կարողանում է հեռացնել գնդակը եւս մեկ անկյունային է իրականացնելու Այաքսը Եվս մեկ փոխանցում, այստեղ էլ հեռացեց գնդակը Խաչատրյանը, բայց մնում է Լեոնի ֆուտբոլիստների ներողություն Այաքսի ֆուտբոլիստների մոտ, հետո սխալ եւ Եսայանը ամեն դեպքում կսկսի եւս մեկ գրոհ իր թիմի համար, գլորեց գնդակը Զալիբեկյանի ուղղությամբ, Մոզբունյակյան Եսայանին ուղարկեց գնդակը ու դեպի կենտրոն, բայց այստեղ ռիսկային էր այս անգամ Եսանի կատարած փոխանցումը Սեթրակյան հարված ու անկյունային իրականացրել Լեոնը Մոզբունյակյանը փակեց Սեթրակյանի կրակոտ հարվածի ճանապարհը, այո ուղիղ հեռավոր անկյուններ ընթանում Վաղինակ Սեթրակյանի հարված ու արդեն եթե չլիներ իհարկե Բունյայթյանը բարդ է ասել Եսայանը կհեռացներ այդ գնդակը թե ոչ ամենայն դեպս անկյունային վաստակել է Լեոնը փոխանցումն էլ կա, այստեղ Բունյաթյանն է, առաջինը արձագանքում գնդակին ու տեսնենք շարունակություն կաղորդի այս գրոհին Այաքսը Իսկանդարյան պահում է գնդակը, բայց արդեն ընկավ իհարկե հակագրոհ կազմակերպելու տեմպը Բունյաթյան ուղարկեց գնդակը Գյուրեղյանի ուղղությամբ, նորից Բունյաթյան ու արդեն գնդակի տեղափոխություն դեպի Վարդանյանը կհասնի այս գնդակին Վարդանյանը ոչ հասա փորձեց պայել, բայց իհարկե շատ ուժեղ էր խաղանկերոջից ստացել փոխանցում ու հասնել այս գնդակին այնքան էլ հեշտությամբ չէր ստացվելու հիմա Ջուլակյանը նետեց եսից ու անկյունային վաստակեց Լեոնը Ջուլակյանն էլ իրականացնելու է անկյունայինը
Կա փոխանցում, վտանգավոր իրավիճակ էր, բայց Այաքսը ոչ միայն հեռացեց, այլ 3-2-ի դիմաց հակագրոհի անցնում Իսկանդարյան, կա փոխանցումը Զալիբեկյան Հովանեսյան 2-0։ Շատ լավ են համագործակցում Այաքսի ֆուտբոլիստները, Խորեն Հովանեսյանն էլ 2-0 է դարձնում այս հանդիպման հաշիվը։ Երկու 0 է դարձում Խորեն Հովանեսյան այս հանդիպան հաշիվ, այո, հակագրով, որը շատ լավ օգտագործեցին Լիոնի ֆուտբոլիստները, մի պահ թվաց, թե Իսկանդարյանն արդեն կորցրել է փոխանցում կատարելու հնարավորությունը, բայց ամենաճիշտ պահին փաստացի ստացվեց նրա փոխանցումը, հետո Զալիբեկյանն էլ ավելացրեց դեպի Խորեն Հովանեսյան ու Եգոր Դարպասի գրավումը ունեցանք այս խաղում։ Հիմա տեսնենք արդեն այս իրավիճակից ինչպես է փորձելու Լիոնը դուրս գալ, իսկապես շատ բարդ իրավիճակում արդեն հայտնվեցին Լիոնի ֆուտբոլիստները եւս մեկ անկյունային է վաստակում հիմա Լիոնը։ Տեսնենք Ջուլակյանն է իրականացնելու անկյունայինը եւս մեկ փոխանցում, որից կարող է Այաքսը հակագրոհել, կա փոխանցում դեպի Վահե Պողոսյանով վարկյաններ առաջ է դուրս եկել խաղադաշտ, բայց Պողոսյանի փոխանցումը այստեղ ստացվեց։ Այո, անկյունայինները, որոնք իրականացնում են Լիոնը, կարծես չար կատակ խաղան հենց Լիոնի Դարպասի ուղղությամբ շատ լավ է Այաքսը օգտագործում այդ հակագրոհի հնարավորությունը եւ առաջին իսկ հնարավորությունով գրավեցին Դարպասը Եգոր դրվագում չստացվեց իհարկե գոլի վերացել այդ հակագրոհը, ճիշտ է հասկանալի պատճառներով Վահե Պողոսյանի մոտ փոխանցում պարզապես մի փոքր հաջող չստացվեց, դե քիչ առաջ դուրս եկավ Պողոսյանը խաղադաշտ ու դա նրա առաջին հպումն էր գնդակին։ Եվ իհարկե Պողոսյանը հիմա արդեն ավելի ակտիվ կփորձի գործել Իսկանդարյան դեպի Խորեն Հովանեսյանը Նորից Իսկանդարյան Հովանեսյան պետք է ավելի շուտ արձագանքել ու հարված կատարել, ամենայն դեպս Ադամյանը խանգարեց Հովանեսյանի հեռար հարվածին Վարդանյան դեպի Բունյակյանն է գլորում գնդակը նորից Վարդանյան շատ լավ նկատեց Վարդանյանը խաղանկելով չկատարեց այս փոխանցումը Գյուլվարյանին մասնավորապես նորից Բունյակյան, Վարդանյան շատ հանգիստ Այաքսը գլորում է գնդակը փորձում է իհարկե Խաղակեսը մոտեցնել ավարտին, Խաղակեսի ավարտին էլ 5 րոպեից ավելի քիչ է մնացել ու տեսնենք այս կարճ ժամանակահատվածում եթե իհարկե ստացվի Լիոնի մոտ մեկը խփել նոր գնալ ընդմիջման դա Եգոր Խաղակեսի մեջտարկում ամբողջ սցենարը կարող է փոխել, բայց առայժմ Այաքսը ոչ միայն լավ է գրոհում, նաև շատ լավ է կարողանում պաշտպանվել Ես իսկ նետ են Լիոնի ֆուտբոլիստները Իսկանդարյան խլում ստացվեց գնդակի, փոխանցում նույնպես դեպի Հովանեսյանը, կա Վահե Պողոսյանը, ուժեղ էր մի փոքր Խորեն Հովանեսյանի փոխանցումը եւ այլ ուղղությամբ Բաղինակ Սետրակյան դեպի աջ է ուղարկում գնդակը, հասավ գնդակին Ղուկասյանը բայց հենց իրենից էլ դուրս եկավ այն դաշտի սահմաններից դուրս Իսկ հիմա սխալ Այաքսի գործողություններում, բայց միջև վերջ պայքարեց Այաքսի պաշտպանը, եթե չեմ սխալվում, այո Գյուրեխյանն ու թույլ չտվեց մրցակիցը օգտվի այդ հնարավորությունից Վարդանյան դեպի Իսկանդարյանն է կատարում փոխանցում, բայց Սետրակյանը ավելի շուտ է արձագանքում գնդակին, հետո էլ Վահե Պողոսյանը հաջող խլում իրականացրեց այս պատխաղարկումը ստացվեց, ինչ իրավիճակ է հիմա Եգորյանը հեռացնում է գնդակը պարզապես առաջ Մոզբունյակյան դեպի Գյուրեխյանը ու շատ լավ փոխանցում հետևեց Գյուրեխյանից դեպի Հովանեսյանը, նորից Այաքսը կգրոհի Իսկանդարյան չանցավ այս փոխանցումը, դե գուցե հիմա Լիոնի մոտ որևէ բան ստացվի, Վաղինակ Սետրակյան գուցե հեռվից փորձի Սետրակյանը դեպի Ադամյանն այդ փոխանցում իրականացրել, բայց այստեղ այս դրվագում մասնարապես շատ հաջող պաշտպանվեցին
Այաքսի ֆուտբոլիստները խորքից եւս մեկ գրո է սկսում։ Լիոնը սա երար հարված էր Եգորյանից, որը փակվեց։ Ու արդեն ես իսկ կնետի Լիոնը, այո, իհարկե, եթե չեն ստացվում մոտենալ, եթե չի ստացվում մոտենալ դարպասին պետք է երար հարվածները գործի դնել, իհարկե կարող է դա որևէ արդյունք տալ ակումբին, համենայն դեպս ունի Լիոնը իր թիմում շատ լավ կատարողներ, ովքեր հեռվից կարող են Лучше, чтобы ваши ножки привыкали отдыхать, когда вы стоите. А если вы все привыкали... Տրվակի ելքը վճռել, Ադամյան, Так, там здесь моя бутылка была, нет? Խորեն Հովանիսյան կա, Իսկանդարյանը կա փոխանցում դեպի Իսկանդարյանը, բայց ինչ արոնակություն է մտածում Իսկանդարյանը, նորից Հովանիսյանին է ուղարկել գնդակը, հարված արադարձ ու արդեն մնում է գնդակը Լիոնի մոտ, հեռացման փորձ, բայց ոչ շատ հեռում, Օզբունյաթյանը վերահսկում է իրավիճակը, Իսկանդարյան ուշեղ է ստացվում Հովանես Իսկանդարյանի այս փորձը։ Եգորյան երկար փոխանցում առաջ, բայց շատ ուժեղ ստացվեց այս փոխանցումը, ոչ ոք չարձագանքեց գնդակին ու խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվեց։ Մեզ մոտ կարճ դատար է, որից հետո կշարունակենք։ Դելի ֆուտբոլասերներ մեկտարկեց երկրորդ խաղակեսը Այաքսն դեմ Լիոնի հանդիպանը Աֆելի երկրորդ դիվիզիոնի շրջանակներում առաջի կեսից հետո երկու գնդակի առավելություն է ստացել Այաքսը նախ Իսկանդարյանը բացեց այս հանդիպման արշիվը, հետո էլ Խորեն Հովանիսյանը խփեց երկրորդ գնդակը 2-0 հաշվով թիմերը գնացին ընդմիջման ու արդեն տեսնենք երկրորդ խաղակեսում ինչպիսի ֆուտբոլ են մատուցելու մեզ հիմա կար այո խաղի կանոնների խախտում այստեղ Ասոյանի դեմ պայքարում Արմունկով հարվածեց մրցակցի դեմքին Այաքսի ֆուտբոլիստը Արման Գյուլբարյան, ճիշտ է միտում չկար Գյուլբարյանի գործողություններում, բայց ամենայն դեպս իհարկե խաղի կանոնների խախտում նշանակված է ու տեսնենք իհարկե Լիոնը փորձեց առաջի կեսում կրճատել արշիվը նոր գնալ ընդմիջման իհարկե եթե ստացվեց Լիոնի ֆուտբոլիստների մոտ մեկ գնդակ հեղինակել միջև ընդմիջման գնալը հիմա Լիոնը բնականաբար փորձեր ավելի շատ գրոել փորձեր ավելի շատ տարապ իրականացնել գրոնների, բայց իհարկե նրանց համար խնդիրը պետք է անփոփոխ լինի, պետք է մտածել առաջին հերթին այդ մեկ գնդակը հեղինակելու մասին Սեթրակյան կարողացավ միջև վերջ գնալ Սեթրակյանը, բայց այո կար խաղի կանոնների խախտում Սեթրակյանի դեմ պայքարում Եվ տեսնենք այս ստանդարտը ինչպես կիրականացնի Լիոնը Ջուլակյանն է գնդակի մոտ իհարկե կան տարբերակներ կրոս դեպի Տուկանայինի մատույցներ, բայց Վայե Պողոսյանը ավելի շուտ արձագանքեց գնդակին, քան Լիոնի ֆուտբոլիստերից որևէ մեկը Իսկանդարյանն այստեղ Սեթրակյանը հաջող է գործում հարվածնել կա, բայց ուղիղ Եսայանի վրա ընթացավ այս հարվածը եւ առանց խնդիրների դարպասապահ Եսայանը վերցրեց գնդակը եւ նետեց Արտուր Վարդանյանի ուղղությամբ Վարդանյան ինչ կտրող ու հրաշալի փոխանցում Խորեն Հովանիսյանն էլ հարվածեց, բայց թույլ ստացվեց Հովանիսյանի այս հարվածը իհարկե կարող էր Հովանիսյանը արգելակել, հետո հարված կատարել, որտեղ անկասկած ավելի լավ հնարավորություն կստանար, արդեն մրցակից պաշտպանը նետվել էր գնդակի ճանապարհին, այսպես ասենք ու մրցակցի պաշտպան ու արդեն Հովանիսյանը ավելի լավ հնարավորություն կստանար մեկ արգելակման դեպքում, բայց որոշեց հեռավոր անկյունն ուղարկել գնդակ ու մի փոքր չբավականացեց գնդակի ուժգնությունը ցանցում հայտնվելու համար Բունյաթյան դեպի աչը ուղարկում գնդակը Խորեն Հովանիսյան
Բայց այստեղ խլեցին գնդակը Լիոնի ֆուտբոլիստները Խաչատրյանն է գնդակով երկար փոխանցում առաջ Սեթրակյանի մոտ է հայտնվում գնդակը, բայց այստեղ էլ մի անգամից 2-3 մրցակից Սեթրակյանի շրջափակման մեջ առան ու գնդակը կորցրեց Լիոնի ֆուտբոլիստը, հետո էլ Հակոբյանին դե բաժինացել Պողոսյան, բրավո, շատ լավ գործեց Պողոսյանը այստեղ, բայց Խորեն Հովհաննիսյանի տանցումը չստացվեց Հայկ Հակոբյան, Հակոբյան սա հարվածի փորձ էր, որը մի փոքր թույլ էր ու Բունյադյանը կարողանում են հեռացնել գնդակը, բայց գրոհել չստացվեց Այաքսի մոտ ու փոխարենը եզրային նետման հնարավորություն վաստակել են Այաքսի ֆուտբոլիստները այս իրավիճակում Իսկանդարյանն է նետում եզից դեպի Զալիբեկյանը, նորից Իսկանդարյան, Զալիբեկյան շատ լավ պատխաղարկում էր, բայց մի փոքր ուժեղ ստացվեց այս վերջին կատարված փոխանցումը Եգորյան այստեղ շատ վստահ գործեց, վերջին պաշտպաններ ու եթե սխալվում էր, ապա պատկերացնում եք ինչ կկատարվեր Լիոնի Տուգանային հրապարակում, բայց շատ վստահ էր Եգորյանի գործողությունների մեջ Բունյաթյան շատ լավ նկատեց Վայե Պողոսյանին, ով կսկսի ևս մեկ գրոհ Այաքսի համար դեպի Իսկանդարյանը կան տարբերակներ Խորեն Հովհաննիսյան փոխանցումը նույնպես ու երրորդ դարպասի գրավում ենք տեսնում այս խաղում այո Այաքսը գրեթե նույն ոճով է այսօր հասնում հաջողության 3-0 է դառնում այս հանդիպան հաշիվը Պատվական Զալիբեկյանը հանդիպան հաշիվը դարձրեց 3-0 այո կային տարբերակներ, բայց Խորեն Հովհաննիսյանը կարող էր ինքը եզրափակել, շատ լավ ընդունեց գնդակ ու փոխանցեց Զալիբեկյանին, ով այս դրվագում չվրիպեց, այո Զալիբեկյանը 2 գոլային փոխանցում էր իրականացրել, հիմա էլ արդեն գոլ ավելացրեց նրանց կողքին եւ շատ արդյունավետ հանդիպում է անցկացնում Զալիբեկյանը փաստացի իհարկե 2 գոլ 1 Ներողություն 2 գոլային փոխանցում 1 դարպասի գրավում նրա համար դիմաց արդեն կա եւ դեռ երկրորդ խաղակեսել բավական խաղաժամանակ ունի նայիր արժևում տեսնենք արդեն մնացած ժամանակահատվածում ինչով աշի կընկնի Զալիբեկյանը նորից դեպի Հովհաննիսյանը իսկ Այաքսը այսօր գրեթե բոլոր դարպասի գրավումները նույն ոճով է իրականացնում այո երկու ֆուտբոլիստով դուրս են գալիս դարպասապահի դեմ միայնակ փոխանցում որից հետո արդեն դարպասի գրավում ենք տեսնում Հակոբյան դեպի Ետ ուղարկեց, բայց սխալ փոխանցում էր սա ավելի շատ ու Հովհաննիսյանին է բաժին ասել գնդակը Գյուրեղյան շատ լավ նկատեց Պողոսյանին ու կատարեց այս փոխանցումը Վայ Պողոսյանն էլ շարժվում է առաջ Իսկանդարյան նորից դեպի Պողոսյանը, բայց մի փոքր ուժեղ ստացվեց այս փոխանցումը Նորից սխալ ու տեսնենք այս անգամ ինչի կվերացի Այաքսը այս գրոհը իհարկե շատ լավ էին ամեն ինչ արել Այաքսի ֆուտբոլիստները, բայց այլ ուղղությամբ է Զալիբեկյանը շարժվել Պողոսյանի փոխանցումն էլ մի փոքր ավելի ետ ստացվեց ու այս անգամ ժպտաց բախտը Լիոնին Եգորյան Ուժեղ փոխանցումով գնդակ ուղարկում է առաջ, այստեղ Մոս Բունյաթյանն է առաջին արձագանքում գնդակին Վարդանյանն էլ դեպի առաջ ուղարկեց գնդակը, բայց մնում է այն Լիոնի ֆուտբոլիստների մոտ։ Ասոյան դեպի Ադամյանը փոխանցեց, ցածից Ադամյանն էլ դեպի Ջուլակյանը փորձեց հասցեակել, բայց Վայե Պողոսյանը շատ վստահ խլում իրականացրեց ու եւս մեկ գրոհ է սկսում Այաքսը Գյուրեղյան Հիմա արդեն Լիոնն է անցել գրոհի, այո վարկյաններ են պահանջվում թիմերից մեկը մյուսի դարպասին սպառնալու համար, բայց Եզրային նետում իրականացրեց Լիոնը, Հայկ Հակոբյան Սա հարվածի փորձ էր, որը թույլ ստացվեց
Ու արդեն Այաքսն եւս մեկ գրոյի սկիզբ հաղորդել Իսկանդարյան, Հովանիսյան, Իսկանդարյան նորից Խորեն Հովանիսյան, կրկին Իսկանդարյան, շատ գեղեցիկ է արված ամեն ինչ ու այստեղ փրկվում է Լիոնը, այո Հովանիսյանի հարվածը դիպավ դարպասածողին իսկ արդեն Իսկանդարյանի ուժեղ հարվածել, եթե չեմ սխալվում Լիոնի պաշտպաններից ետ մղեց Գալուստ Ղուկասյանը դատարկ դարպասից, այո, եթե ճիշտ նկատեցի Ղուկասյաններով հեռացեց գնդակը դատարկ դարպասից, բայց ինչ խաղարկում իրականացեց Խորեն Հովանիսյան, Հովանես Իսկանդարյան այս զույգը, այո, իսկապես շատ լավ է գործում Դաշտի ցանկացած հատվածում Վայե Պողոսյան նորից Խորեն Հովանիսյանին է գլորում գնդակը ու դեպի ծաղ փոխանցում էր, բայց թույլ ստացվեց այս փոխանցումը եւ հիմա արդեն Վարդանյանը շատ հաջող գործեց ու խնդրեմ տեսեք 3-2-ի դիմաց նորից գրում Այաքսը Հովանիսյան պետք է ավարտել այս գրոկը դարպասի գրավում Խորեն Հովանիսյան 4-0 Դուբլ գրանցեց այս խաղում Խորեն Հովանիսյանը իր անվան դիմաց, այո, եւ նույն զույգի Իսկանդարյան Հովանիսյան կրկին շատ լավ գործեց ու տեսնենք արդեն մնացած ժամանակահատվածում թիմերը ինչ կառաջարկեն մեզ շատ լավ է իսկապես գրոնները եզրափակում Այաքսը եւս մեկ փոխանցում Հովանիսյանից ու հիմա էլ կարող էր հակառակ պատկերը ստեղծվել, հիմա կարող էր Իսկանդարյանը գրավել դարպասը, բայց մի փոքր չբավականացեց նորից Հովանիսյանը խլում է իրականացնում հետո Հակոբյանը խլում իրականացեց Հովանիսյանի շատ իսկապես հետաքրքիր պայքարների ականատեսենք լինում խաղադաշտում եւ այո դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից դուրս Հարված կտեսնենք հիմա արդեն Այաքսի դարպասից Վարդանյան Գնդակի տեղափոխություն դեպի Աշկ Յուրեխյանի ուղղությամբ ու շատ լավ նկատեց Հովանիսյանի Յուրեխյանը, բայց այստեղ հասցրեցին հեռացնել գնդակը Խորեն Հովանիսյանին Ոտքերի արջևից, այո, նաև այստեղ հարվածի տարբերակ կարող էր Հովանիսյանը արդեն իսկ փնտրել, քանի որ շատ լավ իրավիճակում էր ստանում գնդակը, բայց ամեն ինչ այս դրվագում Լիոնի համար բարեհաջող ավարտվեց։ Հիմա անկյունայինը տեսնենք Երկար փոխանցում առաջ Հակոբյանն է հեռացնում հիմա էլ գնդակը Մոզ Բունյատյան ու դեպի ետ է Բունյատյանը գլորում գնդակը Յուրեխյան Եվս մեկ երկար փոխանցում ու այստեղ անկյունային նորից վաստակում է Այաքս, այո, ռիսկի չդիմեց դարպասապը, սա էլ ոչ թե փոխանցում, այլ հարվածի նմանվեց Յուրեխյանի գործողություններում Արագորեն խաղարկեց գնդակը Այաքսը Իսկանդարյան եվս մեկ Հարվածքը հետևի արդյոք թողեց Հովանիսյանին և այստեղ բրավո Խաչատրյանին այս դրվագում կարողացավ Հովանիսյանի հարվածը ետ փղել իհարկե ուղիղ կենտրոնով հարվածեց Հովանիսյանը ցանկության դեպքում անկյուններից որևէ մեկ ուղարկեր, ապա Խաչատրյանը դժվար թե հասներ այս գնդակին։ Հիմա անկյունայինը խաղարկված է Վայե Պողոսյանի մոտ է գնդակը դեպի Իսկանդարյանն է գլորում իրականացնում Իսկանդարյան միայնակ են թողել Իսկանդարյանին Փոխանցում վտանգավոր է ու այստեղ էլ ինքնագոլ ենք տեսնում, այո, եւս մեկ դարպասի գրավում է իրականացնում Այաքսը Այո, եւս մեկ անգամ Այաքսը գրավեց մրցակցի դարպաս այստեղ ինքնագոլ տեղի ունեցավ ու արդեն 5-0 է հանդիպան արշիվը, իհարկե 3 միավորի հետ կապված բոլոր հարցերի պատասխան Այաքսը տվել է վաղուց այս հանդիպան ընթացքում ու տեսնենք արդեն պարզապես մնում է
Հասկանալ ինչ հաշվով է ավարտվելու այս հանդիպումը։ Ունյաթյանը պատրաստվում է գնդակը խաղի մեջ մտցնելուն։ Երկար փոխանցում առաջ, հաջող փոխանցում էր եւ այստեղ Գյուլբարյանը միջամտեց պայքարին, բայց նրանից խլում իրականացրեցին։ Իսկ ինչը այստեղ կար կապնում Սեթրակյանն իրեն պայքարում, այո։ Ու այս ստանդարտին հետևենք։ Որը կարծես պատրաստվում է իրականացնել Լիոնի ֆուտբոլիստ Վաղինակ Սեթրակյանը, Ջուլակյանը նույնպես գնդակի մոտ է, բայց իհարկե կարծում եմ ավելի հարմար կլինի Սեթրակյանին։ Հարվածը տեսնենք ամենայն դեպս ինչ որոշում են կայացնել Լիոնի ֆուտբոլիստները, այո, Սեթրակյանն է հարվածում ու Եսայանն այստեղ հեռացեց գնդակը, անկյունային է վաստակում։ Հիմա Լիոնը Բարձից փոխանցում, բայց այստեղ էլ ոչ ոք չարձագանքեց այս փոխանցմանը։ Հովհաննիսյանն էլ նկատել էր Իսկանդարյանին, բայց հասցեակել գնդակը նրան մեկ փոխանցումով չստացվեց։ Մանվելյան ու այստեղ հարված կտեսնենք դարպասից, այո, բավական բարձր ընթացավ այս փորձը։ Եսայան կար փոխանցում, բայց մի փոքր թույլ ստացվեց այն։ Իսկ հիմա Ջուլակյանը հասնում է փակե դեպի Իսկանդարյանը գնացող փոխանցման ճանապարհը, բայց արդեն Իսկանդարյանը վերականգնեց գնդակը Այաքսի համար, հետո փորձեց շարունակություն հաղորդելու, այդքանով ավարտվեց այդ փորձը։ Իսկ հիմա տեսնենք նորից Իսկանդարյանի մոտ է գնդակը, ով է հարվածելու Պողոսյանը միգուցե ոչ դեպի Խորեն Հովհաննիսյանը փոխանցեց Վահե Պողոսյանը, Հովհաննիսյան բարձից փոխանցում, Իսկանդարյան արված ու Խաչատրյանը նորից է փրկում Լիոնին այս իրավիճակում, այո։ Իսկ այստեղ էլ Սեթրակյանը պայեց ամենայն դեպս գնդակը դաշտի սահմաններում ինչ իրավիճակ է ու Տիպա Վաղինակ Սեթրակյանի ձեռքին, այո, գնդակը Պողոսյան Մունյաթյան դեպի Գյուրեխյանը Վահե Պողոսյան հասավ այս գնդակին Պողոսյան ու տեսնենք արդեն ինչ հնարավոր շարունակություն են փնտրելու Այաքսի ֆուտբոլիստները Բունյաթյանի կտրող փոխանցումը դեպի Իսկանդարյանը, դեպի Խորեն Հովհաննիսյանն էլ Իսկանդարյանն է ուղարկում գնդակը եւս մեկ հարված կտեսնենք արդյոք Պողոսյանը միգուցե փորձի այս խաղում Աշկինքնել ոչ Իսկանդարյանին ուղարկեց ու մարվածը մի փոքր շեղությամբ ընթացավ։ Просто бежите, да. Мяч взяли, смотри, стой. Важный момент. Мяч взяли, делайте прям 2-3 шага вперед. Տիպա բայո գնդակը այստեղ Զալիբեկյան ձեռքին Раз, два, три. Похватываем дальше. Прям крутите, запомните, что нужно, как только мяч взял, всегда сначала вперед, потом что-то другое. И также в обратную сторону. Եվ անմիջապես անկյունային վաստակեց Լիոնը И пошел, и передача. Այաքսի դարպասի ուղղությամբ Սեթրակյանն էլ իրականացեց անկյունայինը Ղուկասյանն էր միացել գրոյին, բայց հարվածել չստացվեց Հովհաննիսյան դեպի Իսկանդարյան ու տեսեք նորից ունի քանդակական առավելություն գրոյի մասում Այաքսը, բայց այս անգամ դանդաղեցին, հետո ստացվեց շարունակություն հաղորդել Մանվելյան լավ տարավ իր գնդակը Մանվելյանը փոխանցում Սեթրակյանն էլ հարվածեց ու շեղությամբ ընթացավ Վաղինակ Սեթրակյանի այս հարված, այո կարող էր հիմա թրջել հանդիպան Աշիլը Սեթրակյանը, բայց չստացվեց Տիպուկ հարվածել, իսկ հիմա արդեն եզրային նետում է իրականացնելու Լիոնը
Давайте вчетвером встанем, пацаны, посмотрите, пожалуйста. Ասոյանն է գնդակով դեպի Եգոնյանն է փոխանցում իրականացնում ու դեպի Հակոբյանն Եգոնյանը գլորեց սա գրող սկսելու փորձեր, բայց չհասկացան միմյանց այս դրվագում Լիոնի երկու ֆուտբոլիստներ ու արդյունքում ես իսկ դեպի Այաքսը Սալիբեկյան այստեղ Ջուլակյանի մոտ մնաց գնդակը Սեթրակյանին ուղարկեց Ջուլակյանը Սեթրակյանն էլ արվածեց ու այո ի վերջո գրավեց դարպասը մեկ գնդակ կարողացավ Լիոնը հեղինակել Партнеры помогают. Да, здорово. Кого ты себе взял? 5-1 դարձրեց այս հանդիպանաշիվը Վաղինակ Սեթրակյանը, այո, մի քանի փորձեր տեսան երկրորդ կեսում միայն Սեթրակյանից Լիոնի կազմում, միայն նա էր կարծես փորձում այդ հարվածները իրականացնել ու նրանցից նրա կատարած երկրորդ հագեցում հարվածներից մեկը ի վերջո դիպուկ ստացվեց, գնդակը հայտնվեց Եսանի դարպասում ու Լիոնը թրջեց հաշիվը Սեթրակյան եւս մեկ հարվածի փորձ այս անգամ արդեն փակվեց, իհարկե 2-3 մրցակից սառան այդ հարվածը իրենց վրա, բայց Այաքսի մոտ էլ գրոել չստացվեց։ Եգորյան եւս մեկ հարված ու Եսայանը արդեն շատ լուրջ կերպով միջամտեց Եգորյանի հարվածին։ Հովանիսյան շատ գեղեցիկ արեց այս դրվագում Խորեն Հովանիսյանը ամեն ինչ ուղարկեց գնդակը Իսկանդարյանին ու կարող են երկրորդ ինքնագոլը տեսնել հիմա Լիոնի գործողություններում, բայց իհարկե ժապտաց այստեղ բախտը Իսկանդարյանի կատարած փոխանցումից հետո Լիոնի դարպասին սպառնացող, քանի որ արդեն Այաքսի ֆուտբոլիստը պատրաստ էր եզրափակել այս դրվագը Եսայան դեպի աչ է գլորում գնդակը Գյուրեխյան շատ լավ գործեց, բայց փոխանցումը մի փոքր թույլ ստացվեց Շտացխորեն Հովանիսյանը վերականգնեց գնդակը իր թիմի համար Բունյաթյան ու շատ լավ է տեսնում խաղադաշտը Մոզ Բունյաթյանը նորից Գյուրեխյան դեպի Իսկանդարյանը շատ լավ անցում էլ իրականացեց Իսկանդարյանը փոխանցումներ մի փոքր ուժեղ այստեղ իհարկե կար Վայե Պողոսյանի տարբերակը մի փոքր ավելի թույլ ու հեշտ փոխանցում դա կստացվեր, բայց Իսկանդարյանը որոշեց անմիջապես Գյուլբարյանին հարվածային դուրս բերել ու փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց այստեղ Ջուլակյան Պողոսյանը նրան դիմավորեց, Այաքսը նորից խլում իրականացեց ու կրկին Իսկանդարյանն է գնդակով տեսեք ինչ ակտիվություն է ցույց տալու հատկապես երկրորդ հաղորդում Իսկանդարյանը սա փորձեր Գյուլբարյանից որից հետո վաստակում է Այաքսը անկյունային, այո, Խաչատրյանը հեռացեց այստեղ փաստացի գնդակը դաշտի սահմաններից դուրս Անկյունայինից փոխանցումը կա Հովանիսյանն էլ հարվածային դիրքում էր հայտվել, ճիշտ է հարվածը այնպես չստացվեց, ինչպես նա ցանկանում էր, բայց ամենայն դեպս մնաց գնդակը Այաքսի մոտ, Վայե Պողոսյան շատ գեղեցիկ գործեց, Գյուրեխյան ու դեպի կենտրոն է գլորում գնդակը Գյուլբարյանն այստեղ է, Իսկանդարյան կրունկով նորից ուղարկեց գնդակը առաջ Կրկին Իսկանդարյան Գյուլբարյան շատ գեղեցիկ էր Խորեն Հովանիսյան դեպի Գյուրեխյանը փոխանցում հետևեց շատ լավ գրոյի անցել Այաքսը Գյուրեխյանն է հարվածում ու հիմա էլ անկյունային կտեսնենք արդեն Լիոնի դարպասի ուղղությամբ Անկյունայինից փոխանցումը կա, հիմա էլ Ջուլակյանը հեռացեց գնդակը, բայց այն կրկին լինելու է Այաքսինը Իսկանդարյան հերվից փորձ Իսկանդարյանից փակեց Հակոբյանը գնդակի ճանապարհը Խորեն Հովանիսյան Պաում է գնդակը Հովանիսյանը իհարկե շատ շքեղ գործեց այս դրվագում նույնպես Հովանիսյանը Իսկանդարյան
ու դեպի աճես դրա արդեն Գյուրեղյանն այստեղ է եւ դեպի ետ էլ Գյուրեղյանը փոխանցեց Եսայան իսկային էր բայց շատ վստահ գործեց Եսայանն արդարացեց այս գործողությունը այո եթե իհարկե կորստներ գնդակը ինքներդ եք հասկանում ինչ կկատարվեր իսկ հիմա Խորեն Հովհաննիսյանը հարվածեց ու շեղությամբ ընթացավ Հովհաննիսյանի փորձը Բունյատյան Եկ տեսեք հեռացում, բայց սա ստացվում է փոխանցում ոչ թե հեռացման փորձ ու տեսեք նորից գրում է Այաքսը, բայց այստեղ Ասոյանը շատ վստահ գործեց Վաղինակ Սեթրակյանը անցումը լավն էր, Սեթրակյան շարունակությունը պետք, Հակոբյանին է ուղարկում գնդակը Իսկ այստեղ նորից գնդակի կորուստ Գյուլբարյան կա Իսկանդարյանը ով գրավում է դարպաս, այո Իսկանդարյանն էլ նույնպես գոլի հեղինակ դարձավ ու դուբլ գրանցեց նույնպես այս խաղում իր անվան դիմաց 6-1 դարձնելով այս հանդիպանաշիվը Իսկանդարյանն էլ դուբլի հեղինակ դարձավ 6-1 է այս խաղում հանդիպանաշիվ ու արդեն վերջին րոպեն է ընթանում հանդիպան, տեսնենք այս մեկ րոպեի ընթացքում ինչ կառաջարկեն թիմերը Եգորյան Մամելյան երկար փոխանցում առաջ հաստավ գնդակ այստեղ Հակոբյանին, բայց այո, անկյունային պետք է իրականացնեն Լեոնը դուրս էր եկել արդեն գնդակը դաշտի սահմաններից դուրս Կա փոխանցում Սեթրակյանն էլ հարվածեց շեղությամբ ստացվեց հարվածու հանդիպումը ավարտվեց այո Այաքսի երթական 3 միավորին է արժանանում ու այս պայտրությամբ Այաքսը առաջատարն է on-line տարբերակով բայց կսպասի իր մրցակիցների այս տուրի հանդիպանը այս հանդիպան համար այսքանն ենք նախատեսել մեզ մոտ կարճ դադար է որից հետո խաղային օրը կշարունակենք